Օգոստոսի 3-ին ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում մեկնարկել է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության Արևելյան Եվրոպա երկրների ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային հնգօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Աշխատաժողովին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, փորձագետներ, հյուրեր։ Արփինե Սարգսյանը աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու համար կառավարության անունից շնորհակալություն է հայտնել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությանը, ընդգծելով, որ նման ներկայացուցչական կազմը փաստում է համատեղ աշխատանքի եւ գիտական փորձի փոխանակման հանձնառության մասին։ Նրա խոսքով աշխատաժողովը միջոցառման մասնակիցների համար մասնագիտական նոր հնարավորությունների դաշտ է ստեղծելու։ Աշխատաժողովը ոչ միայն պայմանագրի արդյունավետ իրականացմանը միտված փորձ է հանդիսանալու, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության դիմակայունության բարձրացմանը միտված լավ հնարավորություն է։ Նշելով, որ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կարևոր ներդրում ունի միջազգային մշտադիտարկման համակարգում, Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի ներգրավվածությունը վկայում է Հայաստանի ոլորտում ակտիվ դերակատարություն ունենալու պատրաստակամության մասին։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անձնակազմին եւ գործընկեր կառույցներին միջոցառման կազմակերպման գործում ներդրած ջանքերի եւ արդյունավետ աշխատանքի համար։ Աշխատաժողովում ելույթներ են ունեցել սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը եւ միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի տեխնիկական քարտուղարության ներկայացուցիչ Յասին Շահարին։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կծանոթանան ոլորտի նորարարական լուծումներին, ինչպես նաեւ սիմուլյացիոն վարժանքների միջոցով կկատարելագործեն մասնագիտական հմտությունները։